Հայկաձոր համայնքի 4-րդ դասարանում դասերն ընթանում են սովորականի պես, ընդամենը 4 աշակերտով։ Իրենց տեխնոլոգիայի ուսուցչուհին հաջորդ ժամին մաթեմատիկա է դասավանդելու, իսկ վերջին ժամին էլ մայրենի։ Գյուղի դպրոցը շարունակաբար դատարկվում է, իսկ այստեղ նոր ուսուցիչ դեռ տարիներ առաջ է ընդունվել։ Ես կուզեի մի քիչ շատ ընկերներ ունենալ, որ մենք բոլորովից խաղանք և շատ ուրախ լիներ։ Գայանեն Հայկաձոր վարչական բնակավայրի դպրոցի աշակերտ է։ Իր 4 հոգանոց դասարանում ուսուցչի հանձնարարած խմբային աշխատանքները այդպես էլ լիարժեք չեն կարողանում կատարել։ Քիչ են, պարզաբանում է դասղեկը։ Իսկ Գայանեն հավելում, այդպես նաև տխուր է։ Հայկաձորի դպրոցը նախատեսված է 130 աշակերտի համար։ Վերջին անգամ 2003 թվականին էր սաների քանակը գրեթե հասել այդ թվին, երբ սովորում էին 115 աշակերտ։ Հիմա այդ թիվը գրեթե 3 անգամ կրճատվել է։ Այժմ մեր դպրոցում սովորում է 50 աշակերտ։ Այս թիվը զուտ հարաբերական է, քանի որ եղել են տարիներ, որ մինչև ունեցել են 35 աշակերտ։ Եղել են նաև այնպիսի տարիներ, որ դպրոցը շրջանավարտ էլ չի ունեցել։ Այս տարին այդ դեպքերից չէ, վերջին զանգը դպրոցում կհնչի 1 աշակերտի համար։ Սկզբից, երբ որ արդեն 10-րդ դասարան պիտի փոխվի, 12-րդ դասարանցիների հետ կոմպլեկտ դարձա, իրենց հետ նույնիսկ վերջին զանգել եմ արել։ Իսկ դրանից հետո արդեն 11-ի աղջիկը միացավ։ Մինչև 9-րդ դասարանը Գայանեն սովորել է եւս 4 հոգու հետ։ Դասընկերներից 2-ը տեղափոխվել են ավելի մեծ համայնքներ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար։ Եվ այդպես մնացել է մենակ։ Ահ է գալիս, որ ուզում ես էլի այդ նույն դասարանով հավաքվեք, այդ նույն չարաճճիությունները, բայց ունենք են ինչ ունենք։ Գայանեն հարմարվել է իրավիճակին։ Չնայած հիմա դասերն անցկացնում է 11-րդ դասարանի աշակերտի հետ, որը դարձյալ դասարանի միակ սանն է։ Խոսքը բազմահամակազմ դասարանների մասին է, երբ աշակերտների քիչ քանակի պատճառով իրար հաջորդող դասարանները միավորվում են։ Նմանատիպ ընդամենը 1 դասարան կա Հայկաձորում, եւ չնայած քանակը շատ չէ, այնուամենայնիվ դասավանդման հետ կապված խնդիրներ առաջանում են։ Անկախ աշակերտների թվից տվյալ ուսուցիչը հետ մի ժամ է մտնում այդ դասարան եւ ինքը պարապելու է եւ կոմպլետ ենթադրենք 7-րդ 8-րդ դասարան, ուրեմն ինքը պետք է հասնի 7-րդ դասարանին նախ դաս հարցում անել, հետո դասը հանձնարարել, հետո անցում կատարի 8-րդ դասարան նորից դաս հարցնի, այսինքն ստացվում է, որ լինում է դեպքեր, երբ որ դու տապալում ես դասը։ Հաջորդ ուսումնական տարում արդեն Հայկաձորում կոմպլեկտավորված դասարան էլ չի լինի, եթե անգամ դասարանը 1 աշակերտ ունենա։ 2 կամ 3 դասարաններ կմիավորվեն միայն ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման համար։ Հայկաձորի դպրոցում առավելագույն աշակերտներով դասարանը ունի 8 աշակերտ։ Տնօրենը ասում է, եթե ժամանակի ընթացքում աշակերտները դուրս չգան դպրոցից, ապա 12-րդ դասարանում տեղի կունենա հազվադեպ դեպք։ Դպրոցը կունենա 8 շրջանավարտ։ Հայկաձորի դպրոցի դասասենյակները մեծ են, նստարանները տասնյակից ավելի, սակայն աշակերտների քանակը փոքր։ Ուսուցչանոցում էլ է նույն պատկերը, աթոռները շատ, զբաղեցնողները քիչ։ Դպրոցում տարիներ շարունակ ուսուցչական կազմն էլ համալրման կարիք է ունեցել։ Դիր առաջ եկավ այն բանից, երբ որ կայացվեց, որ մանկավարժական քոլեջում կամ տեխնիկում ավարտած ուսուցիչը իրավունք չունի պարապելու, ու այնտեղ հետո նորից ամացրեցին այս ձևաչափը, որ եթե ունի նման կրթություն եւ աշխատանքներ դիկնալուրից ատեստացիայի, կամ ատեստացիայի մասնակցի, չգիտեմ ինչ իր փուլերի, ունենք մասնագետ, որը 40-ից 50 տարի մեզ մոտ աշխատում է, բնականաբար ինքը հազորպես հիասթափվեց։ Տնօրենը նշում է, որ այս որոշումից հետո ինքը 4 ուսուցչի է ազատել, որոնցից 2-ը նաև իրեն են դասավանդել ժամանակին։ Մենք մեծ դժվարությամբ ազատեցինք նման 4 մասնագետի եւ լուրջ խնդրի առաջ։ Նոր մասնագետի փնտրտուքները երկար են ընթանում։ Տնօրենը մի քանի պատճառ է առաջ բերում։ Նախ Հայկաձոր տանող ճանապարհը քարուքանդ է։ Մեքենաները մեծ դժվարությամբ են մուտք ու ելքանում, հետևաբար հրավիրյալ կամ ինչպես իրենք են ասում, երթևեկող ուսուցիչների համար այդ ճանապարհը մեծ խնդիր է դառնում։ Սկզբից ունեինք գազել, այդ երթուղայինով էին գնում գալիս, ահագին հարմար է ժամերը, բայց հիմի ճանապարհի խնդիր ունենք, երթևեկությունը ահագին դժվար է, մենք տեղաշարժում ենք տաքսիներով, ահագին դժվարություններով։ Խնդիրը սակայն այսքանով չի ավարտվում։ Տաքսիի վարորդները հրաժարվում են մտնել գյուղ։
Ասում են իրենց մեքենաները այդ քարուքանդ ճանապարհով եթե անցնեն, նույն վիճակում են հայտնվելու։ Դպրոցի տնօրինությունն էլ այլ մեթոդների է դիմել։ Մենք ինքներս ենք փորձում կազմակերպել օրական մի առավոտյան 8:30 գնում ենք դիմավորում ենք իրենց, վերում ենք նորից կեսօրին ճանապարհում ենք ու փորձում ենք այդ ամեն ինչը մենք այնպես անել, որ երեխաների վրա ուսման վրա վատ հետևանքներ չունենա։ Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին արդեն 2 տարուց ավել է ամեն օր հենց այս եղանակով Գյումրիից հասնում է Հայկաձոր եւ վերադառնում։ Չնայած դժվարություններին իր կյանքը առանց այդ դպրոցի եւ աշակերտների չի պատկերացնում։ Երբ որ դու տալիս ես երեխաները քեզ սպասում են, որ դու պիտի գաս, դու իրենց հետ պիտի աշխատես։ Հետո այդ ոնց որ չես ուզում կիսատ թողնես աշխատանքդ։ Այդ աշխատած այդ երեխային ուզում ես հասցնել մինչև վերջ։ Դպրոցում Մարակից այլ գյուղերից երթևեկող 6 ուսուցիչ կա, այդուհանդերձ ուսուցչական կազմի համալրումների խնդիրը ակտուալ է մնում։ Եվ որպեսզի աշակերտները չունենան բաց առարկաներ, դպրոցում հիմա մեկ ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում։ Հիմա կոնկրետ ունենք մի դասվարի խնդիր, մեկը նորից Հանակից Բագրավան համայնքից է գալիս, այս մոտ աշխատելու, այն մի դասարանում մնացած դասվարները դասերը բաշխել ենք, իրենք վերցրել են իրենց վրա պատասխանատվություն, այդ երեխաները չմնան առանց կրթության։ Դպրոցը ունի օրինակ երաժշտության եւ տեխնոլոգիայի ուսուցիչ, այս բացը տարական դասարանների դասվարներն են լրացնում հիմա։ Որպեսզի դասերը բաց չմնա, դասավանդում եմ տեխնոլոգիա առարկան 5-րդ, 6-րդ եւ 7-րդ դասարաններում եւ դրա հետ համատեղ նաեւ առաջին դասարանում դասավանդում եմ երաժշտություն առարկան։ Տարական դասարանի դասվարը նաեւ նշեց, որ Գյումրիում հաճախակի վերապատրաստումների է գնացել։ Դրա հիման վրա թույլտվություն ստացել եմ, որ կարող եմ դասավանդել այդ առարկաները։ Ստացվում է, որ իրավիճակի տերերը հարմարվել են դրությանը, իսկ ինչ են այս մասին մտածում դրանք վերահսկողները։ Դեռ նախորդ տարվանից կառավարությունում ակտիվ քննարկվում են 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է կրթական ենթակառուցվածքների հիմնանորոգում կամ բարեկարգում համապատասխան վարչական բնակավայրերում։ Կառավարության նիստերի ժամանակ ծրագրին անդրադարձել է նաև վարչապետ Փաշինյանը։ 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագիրը ամենահրաշալի բանն է, որ մենք կարող ենք անել մեր պետության համար։ Դա իսկապես մի փայլուն ծրագիր է, որը ֆունդամենտալ կերպով այսօր արդեն փոխում է մեր երկրի կերպարը եւ փոխում է մեր երկրի ապագան։ Այս պահի դրությամբ 45 դպրոց արդեն շահագործված է, 240-ը ընթացքի մեջ, որոնցից մեկն էլ Շիրակի մարզի Ջրափի բնակավայրում է կառուցվում։ Սա նշանակում է, որ շուտով Հայկաձորի աշակերտները կտեղափոխվեն այդ նոր դպրոց, քանի որ ծրագրի համաձայն հարակից մի քանի բնակավայրեր միավորվում են ունենալով մեկ կրթահամալիր։ Դպրոցների ցանկը որոշելիս առաջնահերթությունը մեծամասամբ տրվել է հեռավոր բնակավայրերին, փոքր բնակավայրերին, քիչ բնակչություն ունեցող բնակավայրերին եւ կառուցվում են նոր դպրոցներ հենց այսպիսի բնակավայրերի համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցը կարող է լինել այնպիսի կառույց եւ այնպիսի ենթակառուցվածք, որի շուրջ համայնքը կարող է խմբավորվել, միավորվել։ Ջրափիի դպրոց կհաճախեն ոչ միայն Հայկաձորի, նաև հարակից 2 բնակավայրերի աշակերտները։ Հայկաձորի դպրոցի տնօրենը սակայն այստեղ լուրջ խնդիր է տեսնում։ Հարցին անդրադառնալով նաև որպես դպրոցահասակ երեխայի ծնող։ Եթե երեխաս ինքնատիպ կրթությունն է, որ ստանում է դեղում, եթե պիտի դեղում ստանային, այստեղ մնալը Կարտագաղթեն թե ոչ, այս հարցը հանրակրթության վարչությանն էլ է հայտնի, սակայն պատասխանը միանգամայն տարբեր է։ Եթե մարդը գիտի, որ իր երեխան առանց գումար ծախսելու, առանց շատ ժամանակ ծախսելու, շատ ապահով ձևով կարող է գնալ ինչ-որ մի բնակավայր կողքի 2-3 կամ 5 կիլոմետր հեռու այնտեղ իր կրթությունը ստանալ, ինչ-որ լրացուցիչ ծառայություններ է ստանալ ու վերադառնալ, այսինքն այդ բնակավայրում ունի տուն, գյուղատնտեսական ինչ-որ կառույցներ, ինչ-որ տեսակի աշխատանք,
շատ ակնհայտ չի իր մոտիվացիան ինչ որ միտեղ տեղափոխվելու եւ նոր իր կյանքի համար մարտահրավերներ ստեղծել։ Այս առիթով հանրակրթության վարչության պետը նաև հավելում է, որ բնակիչների համար այնքան հասանելի պետք է լինի մի բնակավայրից մյուսը գնալը, որ դա երբեք չպետք է արտագաղթի պատճառ դառնա։ Այստեղ նաև կարևոր է, որ բավական մոտ բնակավայրերից տեղափոխությունների մասին ենք մենք մտածում, այսինքն դրանք միջինում այդպես 3-4 կիլոմետր հեռավորության մասին է, օրինակ եթե Երևանի օրինակով վերցնենք, շատ երեխաներ ամեն օր այդ ճանապարհը այսպես թե այնպես անցնում են դպրոց գնալու, տուն վերադառնալու համար, այսինքն շատ օպտիմալ կարճ ժամանակ պահանջող բաների հեռավորությունների մասին ենք մտածում։ Ծրագրի նպատակը սակայն այն չէ, որ տեղացիները գյուղից գյուղ կարողանան անխոչնդոտ տեղափոխվել։ Դրանք տեխնիկական հարցեր են։ Կարևոր է շեշտը դնել կրթության բովանդակության եւ ձևաչափի վրա։ Ստացվում է իրավիճակ, որ որոշ բնակավայրերի երեխաները որակյալ կրթության ավելի պակաս հասանելիություն ունեն, քան մյուս բնակավայրերի, ինչը մեզ համար եթե շատ մեղմ բառով ասեմ, անընդունելի է։ Դպրոցների միավորման այս քաղաքականությունը փոքր բնակավայրերի համար մտահոգիչ է նաև այնքանով, որ շուտով կկրճատվեն նաև տեխնիկական եւ ուսուցչական անձնակազմերը։ Ստացվում է կունենան 1 դպրոց, 1 տնօրենով եւ մնացած տեխնիկական սպասարկողներով։ Մարդկային տեսանկյունից դա շատ հասկանալի է, բայց այստեղ մենք իսկապես շատ կարևոր տրամաբանական սխալի հետ գործ ունենք, որովհետեւ դպրոցը առաջին հերթին կրթության եւ աշակերտների համար է։ Եվ մենք շատ տրամաբանական չենք համարում, որ 3 աշակերտ կարող է լինել դպրոցում, որոնք պետքա որտեղ աշխատակազմում կարող է լինել 15 մարդ։ Բացի այս հանրակրթության վարչությունից նաև տեղեկացնում են, որ դպրոցը չի գնում մեխանիկական միավորման ճանապարհով։ Մենք գնում ենք միաձուլման ճանապարհով, դա նշանակում է, որ բոլոր պոակների, այսպես անձնակազմերը ունեն հավասար հնարավորություններ որևէ հաստատությունում աշխատելու։ Նույն ուսուցիչների համար պետք է մրցույթներ անցկացվեն, տնօրենի համար պետք է մրցույթ անցկացվի եւ այդպես շարունակ։ Այսինքն առավելագույն հավասարեցված են պայմանները։ Եվ թերևս այդ ծրագրի հետ կապված վերջին հարցը. Ինչ են արվելու այն դպրոցների շենքերը, որտեղից աշակերտները տեղափոխվելու են մյուս համայնքի կրթահամալիրներ։ Մենք երբ որ հարց ենք տալիս կոնկրետ այդ հարցի պատասխանը մենք եւ բայինը չունենք։ Եվ որ հարցը ստանում ասում է որ ոչ մի համայնքում դա չի փակ։ Ավետ չի փակ, բամյալ։ Դոհատակերը մենք չգիտենք։ Այն բնակավայրը, որտեղ նոր դպրոց կկառուցվի կամ հինը կվերանորոգվի, ոչ մի փակվող դուռ էլ չի ունենա։ Իսկ հարակից բնակավայրերի դպրոցները կհանձնվեն համայնքին։ Ամենայն հավանականությամբ այն կարող է դառնալ տվյալ բնակավայրի վարչական շենքը։ Մինչև այդ Հայկաձորում դասերը նույն հունով կընթանան։ Վերջին զանգը կհնչի դպրոցի 1 շրջանավարտի համար։ Դասերը կանցկացվեն 3-ից 4 աշակերտով, իսկ ուսուցիչները կշարունակեն գալ ու գնալ գյուղ իրենց քարուքանդ եղած ճանապարհով։ Իրավիճակին սովորել են, բայց հարմարվել չեն ուզում։